Սրբազան հայր, առաջինը, որ կուզեինք հարցնել, ինչու է սովորաբար գնահատականներ տալիս եւ այսպես անվարան, անվախ խոսում դուք Արշակ Սրբազանը եւս 1-2-ը, բայց մեր եպիսկոպոսած դասը կարծեմ 50 պլյուս քանակ մի քիչ ճիշտ չեք քանակ ասել։ Ամեն դեպքում ինչու են пассив կամ գուցե անհաղորդ մեր մյուս եպիսկոպոսները։ Երևի դուք եք մեղավոր, իրեն չեք հարցնում։ Գուցե սա բնույթի հարց է, թե։ Չէ, ինձ մեզ եք հարցնում, իրեն չեք հարցնում։ Մենք հարցերը չենք պատասխանում։ Հա։ Մյուս եպիսկոպոսները կարծես միշտ ջրի հատակն են։ Իսկ Միակարծիք են բոլորը։ Այո։ Միակարծիք են։ Իհարկե միակարծիք են։ Նույնիսկ Թեթև մանր տարբերություններ կարող են լինել։ Բայց հիմնականում իհարկե միակարծիք են։ Ճիշտ եմ հասկանում, կան եպիսկոպոսներ, որ ամեն դեպքում թելնում են Փաշինյանի թելը։ Չեմ կարծում այդպիսի եպիսկոպոսներ կան, բայց երևի կան եպիսկոպոսներ, որոնք ընդհանրապես կոնֆլիկտի գնալու ցանկություն չունեն։ Եվ իրենց մոտեցումը այն է, որ եկեղեցին բոլոր դեպքերում պետք է կայսրինը կայսեր տա։ Սա հասկանալի է, բռնում է հասկանալի մոտեցում է, բայց սա կայսրինը կայսերը չի կարելի դիտել առանց Աստծունը Աստծուն դիտելու։ Ասում եք կոնֆլիկտում հետ Իշխանության, կայսեր։ Այսինքն հակադրվել չեն ուզում։ Չեն ուզում հակադրել Նիկոլ Փաշինյանին։ Որևիցե մի իշխանության, ոչ թե կոնկրետ Նիկոլ։ Բայց անվերապահ աջակցում են վեհապար հայրապետին։ Իհարկե։ Եվ այն տեսակետը, որ դուք եք։ Իհարկե, ո՞նց կարող է չաջակցել։ Սահակ պատրիարքը շատ հստակ, Սահակ պատրիարքները են լուր, բայց ինքը շատ հստակ ասեց, չէ։ Ասես նույնիսկ անբարոյականություն է մտածել հաջորդ կաթողիկոսի մասին այն ժամանակ, երբ որ աթոռը թափուր չէ։ Բայց իր տեխնատությունը քննարկվում է ամեն։ Դու ով ուզում ես թող քննարկի, բայց ինքը չի քննարկում։ Ինքը իրեն տեխնատիկով տեխնատիկ ինչ նպատակ ունի այս ամենով իշխանությունը, ինչ է ուզում հասնել եւ ինչպեսի ասեցին, ուզում է ունենալ հնազանդ եկեղեցի։ Իրեն հնազանդ։ Երբ որ իրենք իշխանության չէին, դժգոհում էին, որ եկեղեցին պետք է հնազանդություն չցուցաբերի, հիմա հնազանդություն չի ցուցաբերում, էլի դժգոհ են։ Վեհապար հայրապետը անցած տարի եկեղեցու օծման արարողությանը, երբ որ ձեռք մեկնեց նորից իշխանությանը, սա բավականին բուռն քննարկումների տեղի տվեց։ Այդ թվում այո, բայց մենք հիշում ենք, որ Փաշինյանը նույնիսկ չսպասեց, որ ծիսակատարությունն ավարտվի, նա դուրս եկավ եւ լքեց եկեղեցու տարածքը։ Այս միջադեպից հետո ընդհանրապես քննարկումներ եղան դեռ այն ժամանակ, չէ՞ որ մինչ այդ էլ հանրապետության անկախության օրը հիշում ենք, թե ինչ գռեհիկ տեսարան ապահովեց իշխանությունը ոստիկանների միջոցով Սարդարապատ հուշահամալիրում։ Դե մենք գիտեք չարին չարով չենք պատասխանում, եկեղեցի ենք մենք, չէ՞։ Մենք նույն մեթոդներով չենք պատասխանում։ Ուզում եք ասել հիմա էլ միջոցառում լինի, նրանք կհրավիրվեն Սիրահոժար։ Ես կողմ չեմ լինի հրավիրելուն, բայց եթե մեծամասնությունը կողմ չէիք։ Հա, բայց ես համաձայնությունս հայտնեցի մեծամասնության, որ մեծամասնությունը այդպես որոշեց, ասել որևիցե արարգություն ցույց չտվի։ Բայց Փաշինյանը ինքն է անընդհատ սար դրել ձեր եւ պետության եւ եկեղեցու միջեւ։ Կարող է անել, բայց մենք նույն ձևով եւ նույն մեթոդներով չենք կարող պատասխանել։ Մենք եկեղեցի ենք։ Այսինքն դուք քրիստոնեաբար ներում եւ սիրում եք անգամ Փաշինյանին այսպիսի արտահայտություն։ Երևակայեք։ Իսկ որ ասում է Բեհարանը Բեհի, Ինչ իմանամ ես իր ռեբուսները չեմ կարող հասկանալ։ Իսկ որ ասում եք քրիստոնեաբար պետք է հարցակվենք եկեղեցու վրա եւ այնտեղ ընտրություններ տեղի ունենան։ Դուք վստահ եք, որ ներսից աջակցություն չի լինի եւ մինչ այս բանը չի ունեցել աջակցություն Փաշինյանը։ Իհարկե, իրենք տեսեք ով էր նրանցից մեկը ինչ-որ կարծիք հայտնեց կենտանական մագանուն ունեցող մեկը այդպիսի կարծիք հայտնեց, չէ՞։ Փորձելով սեպ խրել ամուսնացյալ եւ ուսակրոն հոգեվորականության մեջ, թե ինչու ամուսնացյալ հոգեվորականությունը, ինչու վեր չեն բարձր, չէ, ինչու ամուսնացյալ հոգեվորականությունը չի կարող բարձր աստիճան ունենալ եւ մենք ուսակրոնները։ Այդ փորձում են այսպիսի սեպեր խրելով, հա, փորձում են պարակտում ստեղծել եկեղեցվո մեջ, դա չի հաջողվի։ Ձեզ էր անդրադարձել Նիկոլ Փաշինյանը։ Հա, իրապես ճանաչում է ինձ։
Ձեզ ենթադրում եմ բոլորն են ճանաչում։ Դուք ձեր ելույթում քիչ առաջ այստեղ եկեղեցու շուրջ կատարվողի մասին քննարկմանը ասացիք, որ պետության ինստիտուտները այլևս խարխլված են եւ ձեզ համար շատ ավելի մեծ ռիսկ է դա, որովհետեւ եկեղեցու դեմ արշավները միշտ անհաջող ավարտ են ունեցել։ Բայց դուք խիստ տարակուսած եք, որ չի գործում ազգային անվտանգության ծառայությունը, չի գործում արդարադատության նախարարը, որտեղ անձնական կյանքի իրավունքի խախտում կա այստեղ։ Ինչ էիք դուք Չի գործում քննչական կոմիտեն։ Այո, Չի գործում առողջապահության նախարարությունը։ Լավ, ինչ եք կոնկրետ, հա, կոնկրետ խոսենք։ Ինչ եք ակնկալում այս մարդկանցից, ովքեր նշանակվել են Փաշինյանի կողմից։ Եվ նրանք արդեն իսկ գնացել են այն քաղաքական ում կողմից ուզում են նշանակված լինեն, բայց ազգային անվտանգությունը հայեցակարգ պիտի ունենա, թե չէ։ Ուրեմն ազգային անվտանգության հետ պատասխանատուները պիտի ներկայացնեն իրեն վտանգները, որոնցով հղի է իր մոդեցումը, թե ոչ։ Նույնը քննչական կոմիտեն պարտավոր է քրեական գործ հարուցել այնտեղ, որտեղ կա հանցակազմ։ Արդարադատության նախարարությունը պարտավոր է իրեն ներկայացնել այն վտանգները կամ այն խախտումները, որ ինքը ցույց է տալիս։ Պարտավոր են, ինչ կապ ունի իրեն իր կողմից նշանակել։ Կարծում եք Եթե իր կողմից նշանակվածները իրավունք չունեն որևիցե բան ասելու, սա նշանակում է արդեն դիկտատուրա։ Սա նշանակում է ավտորիտար կառավարում եւ դրան են գնում։ Որովհետեւ եթե ես ուրիշ անկավել եմ ասել, եթե ԿՊ-ի մեջ չկա ընդդիմություն, ցանկացած կուսակցության մեջ նույնպես պետք է լինի ընդդիմություն։ Եթե ԿՊ-ի մեջ չկա ընդդիմություն, գլխավորը ինչ ասում է, ծափահարում են, սա նշանակում է, որ վտանգավոր դիկտատուրա է հաստատվում Հայաստանում։ Հիմա դիկտատուրայի դեմ եկեղեցին պիտի արտահայտվի, թե ոչ։ Արտահայտվում է։ Բայց գլխավոր դատախազներ արտարադատության նախարարն է ցանկացած պաշտոնյա անձել իրավունք ունեն իրեն ասելու այն վտանգների մասին, որոնք կան, բայց չեն ասում, որովհետև իրենք էլ հանցակից են եւ ենթարկվում են դիկտատուրային եւ ներկայացնում են այս ամեն ինչ ինչպես դեմոկրատիա, ինչ դեմոկրատիա չկա։ Աբազյանը եւ Վարդապետյանը եւ մնացածը հանցագից են Փաշինյանի։ Այո, եթե չեն զգուշացնում հանցագործ են, իհարկե։ Քանի օր է Փաշինյանը որոշել է խորհուրդ ձևավորել, ինչ որ տաղանդավոր մարդկանցից կազմված, ինչ որ հոգու հայելու մեջ է Ոչ մի տաղանդավոր մարդ չի կարող կազմել այդ հանձնաժողով կոչված։ Կարծում եք նրանք չեն համաձայնի Փաշինյանի նախաձեռնությանը միանալ։ Մենք գիտենք շատ մարդ կան, օխլոսից սիրով կմիանա։ Սրբազանը դուք բացառում եք, որ օրինակ Վազգեն Սրբազանը կարող է միանալ Նիկոլ Փաշինյանի Այո, բացառում եմ։ Բայց նա Նիկոլ Փաշինյանի հավատարիմ աջակիցն է։ Թող լինի աջակից, բայց չի կարող ինքը գործել եկեղեցու դեմ։ Եկեղեցու դեմ չի կարող գործել, չի գործի։ Նիկոլ Փաշինյանը կարծում Նիկոլ Փաշինյան ինչու է այս 3-4 օրերին լրություն պահպանել։ Ինչի մանամ, երևի դեղերը խմել է։ Նիկոլ Փաշինյանը քաստինգ էր հրավիրում, բայց ոնց որ ժողովուրդը չհավաքվեց։ Ինչի քաստինգ։ Քաստինգ էր հրավիրում, ասում էր Բեարանը պետք է ազատել եւ այլն, բայց ժողովուրդը չի հավաքվել ոնց որ։ Աշուր չի հավաքվելու։ Իսկ եթե այդուհանդերձ գնան բռնություններով ներխուժելուն, մայրաթող ներխուժելուն, համենայն դեպս այդպիսի փորձ եղել է արդեն։ Դրանով ոչ մի բան չի լինի։ Դրանով եկեղեցին այդպիսի բաներ տեսել է։ Օձյալ հայրապետը մնում է օձյալ հայրապետ եւ գլուխը Հայաստանի եկեղեցվո, քանի դեռ Տերը այլ բան չի տնօրինել։ Սրբազան ամեն դեպքում է բռնությունների ձեր կանոնադրությամբ եք ասում։ Համենայն դեպս գլխավոր շտաբի պետի լավ եք հիշում, թե ինչպես նա մեկ վայրկյանում որոշեց գլխավոր շտաբի պետից ազատվել եւ այսպես իրավունքի ուժով մի ձևակերպում գտան եւ նշանակեցին մեկ այլ զինվորականի։ Դուք լավ եք հիշում, մեզ մոտ դա բացառվում է, եկեղեցում դա բացառվում է։ Ձեր ինքնավստահությունը ինչ կա այդ ֆունդամենտում։ Դեռ ճանաչում եմ եկեղեցիներ, ճանաչում եմ իմ եղբայրներին էլ։ Ճանաչում եմ իրենց հնարավորություններն էլ, ճանաչում եմ եկեղեցու պատմությունը, չի կարող նման բան լինել։ Այո, իրենց ցանկությունը կա, բայց չի կարող նման բան լինել։ Կարգալից անելու կամ վեհապար հայրապետին թողնել ինձ ասել, այնտեղից դուրս անելու ոչ մի միջոց Ոչ մի միջոց իշխանությունը չի կարող ունենալ եւ չունի։
Բազան ամեն դեպքում եթե բռնությանը գնան, դուք նշեցիք, որ նույն ձևով նույն մեթոդերով չեք շարժվում, ինչպես իրենք են անում, բայց իրենք շշտում որ պատրաստ են բռնությանը։ Հիմա օրինակ իրենք նման բան չեն ասում, չէ, պատրաստ են։ Չեք անելու, օրինակ դեպքերը բարձելու եք վեր ու հանձնեք այդ ամեն ինչը, ոնց եք պատկերացնում, ոնց է ձեր։ Ուրեմն ես ասել էի, չէ, եթե դուք ընդունակ եք ամեն ինչի, մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Նույն չարությամբ Չէ, չէ, չարությանը դա ուրիշ բան է, ինքնապաշտպանությունը եւ անհրաժեշտ գործիքակազմ ցուցաբերել նման բաների նա շուտ ուրիշ բան է։ Հիմա երբ որ Արցախում մեր հոգեվորականները զենքը ձեռքին կռվում էին, դա նշանակում էր ինչ, չարություն, թե հայրենիքի պաշտպանություն։ Ուրեմն մենք հոգեվորականներս ի վիճակի ենք եկեղեցին պաշտպանելու։ Եթե նույնիսկ ժողովուրդը մեզ թողնի միայնակ։ Դուք լավ այդպիսի կասկածներ ունեք։ Հա? Այդպիսի կասկածներ բայց Ինչ, որ պիտի հարձակվեն։ Չէ, որ ժողովուրդը կարող է միայնակ թողնել։ Չէ, ոչ։ Բայց դուք նկատել եք, որ Վահագն Ալեքսանյանն ասել է հնարավոր է Փաշինյանը ինքը առաջնորդի այդ արշավը եկեղեցու դեմ։ Նա այդ հարցը Վահագն Ալեքսանյանն ով է։ Պայմանագիր գործակցության ներկայացուցիչը համարվում է իրենց այսպես Հետո համարվի։ Ես ամեն մի կենտանական ծագում ունեցող մարդկանց ասածների Բայց չեմ նա ձեր հոտի պատասխանում։ ներկայացուցիչ է կարելի է։ Երբ որ հոտի ներկայացուցիչ դառնա, այն ժամանակ կներեմ իրեն։ Դուք կասկածներ ունեք, որ քաղ պայմանագիր կուսակցության падգամավորները նաև հավատացյալներ են կամ Իհարկե կասկածում եմ, լուրջ կասկածում եմ։ Նիկոլ Փաշինյանը իրեն Եթե որևիցե մեկը ամենայն հայոց կաթողիկոսի ինչ-որ Կտրիչ Ներսիսյանով է խոսում, դա ինչ հավատացյալ կարող է լինել։ Դա հավատացյալ կարող է լինել։ Պարոն Աչաբահյանով խոսողը կարող հավատացյալ լինել։ Դուք պատրաստ եք այդ սցենարին, որ Փաշինյանը ինքը գա դեմ արդեմ կանգնի եւ իրեն բնորոշ բառամթերքով խոսի Վեհապակ Այրապետի եւ ձեզ հետ եւ մնացած բոլոր եպիսկոպոսներին։ Հարցեր եք տալիս, որ չի։ Այսինքն ինչպես կանգնի, թող գա խոսի իր բառամթերքով, թող գա խոսի։ Նա առայժմ վարչապետ է եւ նրան են ենթարկվում բոլոր ուժայինները։ Թող ենթարկվեն։ Թող ենթարկվեն։ Շնորհակալություն։